Պարոն Սարգսյան, Վլադիմիր Պուտինը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, անդրադարձել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու դրվագին եւ նշել է, որ պետք է ցանկալի կլինի, ասում է, Հայաստանում հանրաքվե անցկացնել եւ տեսնել Հայաստանի քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն, ինչպես կմեկնաբանեք Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը։ Նախ ուզում եմ ասել, որ դրանով Ռուսաստանի նախագահը մեղմացրեց իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ, տեսականորեն թուլացնելով այստեղի ռուսական ընդդիմության դիրքերը, որովհետև ըստ Վլադիմիր Պուտինի Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեպի Եվրամիություն տանող այն հիմնական օղակն են, որոնք փորձում են այդ անել եւ որպես դրա լուծում եւ հայ ժողովրդին իբր ինքը լավ ճանաչող մարդ է տեսնում է, որ եթե հանրաքվեի դնեն, ապա ժողովրդը իր կողմից կլինի Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի եւ այդ հանրաքվեի միջոցով խնդիրը չի լուծվի։ Վլադիմիր Պուտինը նաեւ իր մոտեցումները մեղմել է Ուկրաինայի մասով, օրինակ ասում է երրորդ երկրում կարող եմ հանդիպել նաեւ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց պիտի հանդիպենք միայն զինադադարի առումով, այսինքն այս առումներով նայում եմ դրական, ընդհանուր առմամբ լրագրողը հարցեր տվել եւ Վլադիմիր Պուտինի տեղը ով էլ լիներ այդ հարցին այդպես էր պատասխանելու, ոչ մի արտառոց բան չկար դրանում, ես կարող եմ ասել մի բան, որ եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, պարտադիր չի, որ ինչ-որ տեղ մտնի ու դրա համար պարտադիր հանրաքվե անի, օրինակ Ադրբեջանը ոչ մի մաքսային ընկերության կազմում էլ չի, կամ Վրաստանը որևէ առևտրային կամ տնտեսական ընկերության կազմում չի, եթե ԵԱՏՄ-ը ձեռնատու չի մեզ, մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, որևէ տեղ էլ չլինել, իսկ եթե որևէ տեղ ուզենանք լինենք, հանրաքվե կանենք, թե չենք անի, այդ մեր ներքին գործն է, ու Վլադիմիր Պուտինն էլ դա նշեց, ասեց, որ այդ իրենց ներքին գործն է։ Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը իմ կարծիքով դրանով մեղմեց իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, ասելով, որ դա իրենց գործն է, կարող են հանրաքվե անեն, այսինքն ընդունեց, որ հուլիսի 7-ից հետո էլ այդ նույն իշխանություններն են մնալու ու եթե կուզենան թող հանրաքվե անենք, տեսնենք հայ ժողովուրդը դա ուզում է թե ոչ։ Բայց Կիևի հետ զուգահեռներ տանելը վտանգավոր չէր, որովհետև նշում է, ասում է, Ուկրաինան էլ այդ ճանապարհով գնաց, ինչը տեղի ունեցավ, ինչը հանգեցրեց այս իրավիճակին, ինչ ունենք։ Գիտեք, վիճահարույց լինելը Ռուսաստանը ընդհանրապես համեմատություններ անելուց դիտարկում է իր տեսանկյունից, իսկ իր տեսանկյունից դիտարկելու պարագայում այնպես չի, որ Կիևի գործերը վատ են, այդ միայն իրենք ու Մարգարիտա Սիմոնյաններն են այդպես գնահատում, իրականում իրենք պլանավորել էին 3 օրում Կիևը գրավել, արդեն 4-րդ տարին է դեռ չեն գրավել, ընդհանրապես Ուկրաինայի հետ գործընթացներում ՆԱՏՕ-ի հարևանությունը իրենց էլ ավելի է մոտեցել, այս համատեքստում ինքը նաև համաձայնվել է նույն Կիևի հետ, մինչև այդ ասում էր, որևէ պարագայում չեն բանակցի Զելենսկու հետ թող իշխանությունը փոխվի, որովհետև դրանք նացիստներ են, էքստրեմիստներ են, հիմա ինքը պատրաստ է Զելենսկու հետ բանավիճել, այսինքն այդ պատերազմում Ռուսաստանը միանշանակ կորցրել է։ Եվ այդտեղ Կիևի հետ համեմատելը չի նշանակում, որ իրենք Կիևին վատ դրության մեջ են դրել ու Կիևը դրանից շատ կորցրել է, հետևաբար մեզ վախեցնում է, ուղղակի օրինակ է բերում, բայց այդ օրինակը Հայաստանի պարագայում տեղին չէ, որովհետև Հայաստանի հետ ուղիղ սահման չկա, Ուկրաինայի հետ ինքը փորձեց խնդիրը լուծել պատերազմով եւ ուղիղ սահման ունեին եւ որպես պատրվակ բերեց Ուկրաինայում ապրող ռուս ազգությամբ ռուս քաղաքացիներին։ Հայաստանի հետ նախ ընդհանուր սահման չկա, երկրորդ Հայաստանում ապրող ռուս քաղաքացիները իրեն շատ լավ են զգում, դեռ պատերազմից փախածներն էլ մի մասը եկան Հայաստան ու քաղաքացիություն ստացան, եւ որևէ ռուս քաղաքացի Հայաստանից չի բողոքել, որ իրեն այստեղ հայերը վերաբերվում են շովինիստական տեսանկյուններից կամ մեղադրում են կամ նեղում են ռուս ազգությամբ մարդուն, նման բան չկա, նման բան ասել է միայն Մարգարիտա Սիմոնյանը, ով ասում էր, որ եթե Զելենսկին եկել է Հայաստան, ուրեմն Հայաստանի ռուսներին պաշտպանելու համար պիտի Ռուսաստանը քայլեր անի, այս բաները ծիծաղելի են, այսինքն Հայաստանի հետ ուղիղ պատերազմական գործընթացներ տանելու որևէ պատրվակ ու հնարավորություն չկա, սա աբսուրդի ժանրից է։ Իսկ ինչու է հիշեցնում, ասում է, որ իրենք էլ ընտրեցին եվրոինտեգրման ճանապարհը եւ տեղի ունեցավ այս ամեն ինչը։
Տեսեք, նույն Ուկրաինան ընտրեց եվրոինտեգրման ճանապարհը, Մոլդովան ընտրեց եվրոինտեգրման ճանապարհը, Վրաստանը ընդհանրապես սահմանադրության մեջ դրեց, որ իրենք Եվրոպա են գնում, եւ այդ բոլոր դեպքերում Ռուսաստանը ըմբոստացավ եւ կարողացավ որոշ տեղերում իր 5-րդ շարասյունով, որոշ տեղերում պատերազմով, որոշ տեղերում տնտեսական լծակներով, ինչ որ առումով այդ երկրներին վնաս հասցնել, ու հիմի Ռուսաստանը զարմանում է, թե ինչի է Հայաստանն ուզում ԵԱՏՄ-ից դուրս գալ հապկից կամ միասնական հակաօդային պաշտպանությունից, ինչու Ղազախստանը, Կիրգիզստանը, Թուրքմենստանը, որտեղ Ռուսաստանը ինքը սկսել է խոսել պարտադրանքի լեզվով, իսկ այդ պարտադրանքի դեպքում ժողովուրդները հակադրվում են, եւ այդ հակադրությունից Ռուսաստանը չի շահում միանշանակ։ Այդ քարոզչությունը, ինչ իրենք անում են հիշեցնելու, վախեցնելու առումով, այդ քարոզչությունը հակառակ ազդեցությունն է գործում։ Դրանից Ռուսաստանի դերը կամ դեպի Ռուսաստան գնալու ցանկացողների քանակը չի ավելանում, ընդհակառակը։ Հայ մարդը լսում է, որ իրեն սպառնում են, հետեւաբար իրեն բարեկամ չեն։ 2020 թվականի պատերազմից առաջ արված հարցումներով Հայաստանի բնակչության 83%-ը համարել էր, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի, Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո ընդամենը 20% էր համարել, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է։ Ռոբերտ Քոչարյանն արդեն վտանգներ է տեսնում Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, ասում է՝ մի օր էլ համբերության բաժակը կլցվի Ռուսաստանի ու կասի դուրս արեք այս միությունից, եւ ասում է մենք խնդիրներ կունենանք տնտեսական առումով, մարտունեցիներին ասում է ձեզանից քանիսն են այնտեղ գնում աշխատանքի խոփան, խնդիրներ կունենաք, երկրորդ նախագահը վտանգներ է տեսնում։ Երկրորդ նախագահը նման ցանկություն ունի, որ Ռուսաստանից վտանգ լինի, երկրորդ նախագահը նման ցանկություն ունի, որ Ռուսաստանը բիրտ ուժով մտնի միջամտի, որովհետև միայն Ռուսաստանի Հայաստանում ունեցած ազդեցությունը մեծացնելու պարագայում է, որ երկրորդ նախագահը կարող է շատ փոքր շանս ունենալ նորից իշխանության վերադառնալ, չնայած ես համոզված եմ, որ Ռուսաստանն էլ հասկանում է, որ երկրորդ նախագահը իր էությամբ իրեն սպառել է հայ հանրության մոտ, եւ եթե նույնիսկ հաղթելու հնարավորություն ունենա, երկրորդ նախագահով չի հանդես գա, որտեղ դրանով միանշանակ կորցնի։ Երկրորդ նախագահը իրականությունից իսկապես կտրվել է, մնացել է 1990-ականների կեսերին, իր ելույթներից մեկում ասում էր, որ այս իշխանությունը ոչ մի գործարան չի կառուցել եւ այլ, իբր ինքը գործարան կառուցող է եղել, իր ժամանակ միայն բեզալծակայաններ ու սրճարաններն էին, ու գործարանները հիմնականում փակվում էին կամ սննկացվում էին, որ հետո էժանով վաճառվեն, բայց դրան հակադարձեց ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այսինքն հակադարձեց նրանով, որ մյուս ռուսամետ կուսակցությունը, Ուժեղ Հայաստանը, հայտարարեց, որ Հայաստանում այսքան գործարաններ կան, որոնք վերագործարկվել են Հայաստանում, ներդրումներ են արվել, այդ գործարանները վերագործարկվել են ու դրանք այսքան հարկեր են տրել։ Հետևաբար երկու ռուսական թևի ասած կուսակցությունների մոտեցումները նույնիսկ այդ պարագայում իրար չի համընկնում, երևի կապները խզվել են ընդհանուր կենտրոնի հետ կամ ընդհանուր կենտրոնի ցուցումները լավ չեն հասկանում ռուսերենի իմացության կամ հայերենի իմացության պատճառով ու չեն կարողանում խոսքները մեկ անել, մոտավորապես այս համատեքստում է, մարդը չգիտի Հայաստանում ինչ է եղել, իրենից հետո ինչ է եղել, հետո արդեն էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանի բյուջեի մեծքան լրացուցիչ գումար է մուծվել ու դրանք մուծվել են հիմնականում այս նոր գործարանների արդյունքում, մենք այնպես որ Ռոբերտ Քոչարյանը մնացել է 2000 թվականի սկզբին ու այդտեղից առաջ չի գնում։ Մարդը, որը ասենք այսօր մեղադրվում է անօրինական գույքի սեփականաշ ունեցվածքի առումով 200 միլիոն գրպանելու մեջ, ասում է պետական բյուջեից գողանալ այդ դավաճանություն է։ Այն դեպքում, որ ինքը, ասենք, եղել է 10 տարի այդ երկրի ղեկավարը, բիզնեսով չի զբաղվել, եղել է ամենաաղքատ նախագահի թեկնածուն, դրանից հետո
նախագահի պոստը հանձնել է Հայաստանի ամենահարուստ մարդը լինելով։ Եթե բյուջեի չէր, որտեղից էր այդ ամեն ինչը։ Այս առումներով իսկապես աբսուրդի դաշտ ենք մտել, որտեղ մյուս ուժեղ Հայաստանն էլ հայտարարում է, ասում է, այ իրենց վարչապետի տեխնացուն տնային կալանքի պայմաններում չի կարողանում քարոզարշավի մասնակցել, այսինքն իրենց տեխնացուն ոչ ցուցակում կա, ոչ ազգային ժողովի падգամավոր կարող է դառնալ, ոչ էլ վարչապետ կարող է դառնալ, ու այդ ամեն ինչի օրինական հնարավորությունը չունենալով իրենք մի զարմանում են, որ նա չի կարող, ինքը որ ցուցակում որ համարն է, ես չգիտեմ, իրենք մեր ժողովրդին, ընտրողին մտածում են, որ այդ մարդիկ այնքան պարզունակ են, որ այդ բաները չեն հասկանում։ Այս ամեն ինչը քաղաքական մանիպուլյացիա է, որ օգտագործվում է Հայաստանի ներսում ռուսական ազդեցությունը մեծացնելու առումով, բայց պիտի կրկնվեմ, ասեմ, որ Ռուսաստանը համակերպվել է այն մտքի հետ, որ Հայաստանում գործող իշխանությունը չի փոխվելու, որ այդ ուժերը մաքսիմումը դրանցից մեկը կամ երկուսը կարող են ազգային ժողովում ներկայացված լինել, ու եթե դրանից հետո փորձեն շարունակել Եվրոմիության գնալ, ապա այդ դեպքում թող խնդիրը փորձեն լուծել հանրաքվեով ու կտեսնեմ, որ հայ ժողովուրդը Եվրոմիություն գնալու կողմնակիցը չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի վախեցնելը ու Վլադիմիր Պուտինի վախեցնելը հենց այդ համատեքստն ունեն, որ ժողովուրդ այ տեսեք, որ հանկարծ Եվրոմիություն գնաք, կարող է Ուկրաինայի պատմության նման պատմություն ունենաք, կամ գազը կտրվի, լույսը կտրվի, այն ամեն ինչը, ինչ լուսահոգի Արտաշես Գեղամյանը պատմում էր, ու այսօր էլ նոր պատմողներ կան, ու այդ պատմողները պարտադիր չի, որ ռուսական ուղեցրում լինեն, նաև արևմտյան ուղեցրից նման բաներ պատմողներ կան, այնպես որ այս նորություն չի։ Դուք նշում եք, որ Վլադիմիր Պուտինը մեղմացրեց իր դիրքորոշումը մայիսի 9-ի միջոցառումից հետո հայտարարություն անելով, բայց դրան նախորդել էր Ռուսաստանից կոշտ հայտարարություններ, արտգործնախարարության բողոքի նոտան, դեսպաններ Հայաստանի կանչվել, Ռուսաստանում Հայաստանի դեսպաններ կանչվել արտգործնախարարություն Զելենսկու այցի հետ կապված։ Ինչու պետք է այդ կոշտ հայտարարություններից հետո մեղմացնեին։ Ռուսաստանը բանեցնում է թխված կաբլիտի եւ մտրակի քաղաքականությունը, կոշտ քաղաքականությունը Եվրոմիության այդ գագաթաժողովի 8-րդ գագաթաժողովի հետ կապված, սկսած անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալից Մեդվեդևից, որ սարսափելի կոշտ հայտարարություն արեց Զելենսկու Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին, վերջացրած իրենց մեդիա դաշտում այն գնահատականները ինչը տալիս էին, դրանք այդ կոշտ գնահատականներն էին։ Պուտինը դրանց գագաթն է ամենավերևին, ինքը այդ հայտարարությամբ ցույց տվեց, որ ինքը չի կիսում այդ տեսակետները, եւ ինքը ավելի շատ թխվածքաբլիթքի է պատրաստ, որտեվ ինքը ինչ ասաց։ Ինքը ասաց, որ մենք այդ դեպքում կգնանք քաղաքակիրթ ապահարզանի։ Ճիշտ է, ես եւ դուք հասկանում ենք, թե իրենց քաղաքակիրթ ապահարզանը ինչ բովանդակություն կարող է ունենալ, բայց ձևակերպումը քաղաքակիրթ ապահարզանի, որ եթե չեք ուզում, ժողովուրդը չի ուզում, մենք կողմ ենք այն ամեն ինչին, ինչ հայ ժողովուրդն ուզում է, իսկ ինչ հայ ժողովուրդն ուզում է, դե դրա ճշտելը հանրաքվեով է, թող հանրաքվե անեն իշխանությունները ու կտեսնեն, որ հայ ժողովուրդը ավելի շատ Վլադիմիր Պուտինի կողմնակից է, քան Նիկոլ Փաշինյանի, մոտավորապես էս էր ասածը, եւ ես այո համարում եմ, որ դա մեղմացում էր այն կոշտ դիվանագիտական խոսույթի համեմատ։ Այսինքն հետևանքներ չեն լինի արտգործնախարարության հայտարարությունից հետո, որ նշել էին Հայաստանի համար տնտեսական հետևանքներ կլինեն, Զելենսկին Հայաստան բերելը, հակառուսական հայտարարությունների համար ամբիոն տրամադրելը։ Ես ձեր մոտ կարծեմ մի անգամ եմ նշել, որ մանր-մունր բաներ ջերմուկի հետ կապված, Ծիրանի սեզոնին նորից ընտրությունների նախաշեմին կապված, այստեղի իրենց տեխնացուներին, ուժեղ Հայաստաններին, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյաններին եւ այլը աջակցելու համար իրենք որոշակի կծմտոցներ անելու են միանշանակ, բայց որ իրենք դուրս չեն գալու Հայաստանից, իրենք չեն ասելու, որ վերջ փակում ենք այս ամեն ինչը, դա միանշանակ է, որտեղ իրենք ասում են, թող հայ ժողովուրդը որոշի, ինքն է դուրս գալի, թե ոչ, այնպես ինչպես մենք ասում ենք, դե մենք հապկում սառեցրել ենք, հետո կերևա, նույն հակառակը հայելային իրենք անում են ԵԱՏՄ-ի մասով, ասում են, թող հայ ժողովուրդը որոշի, իսկ ինչու է այդպես, այստեղ պարզ քաղաքական տրամաբանություն կա, որովհետև եթե
իրենք իսկապես այստեղից դուրս են գալի ու գնում են չոր մեթոդների, կոշտ մեթոդների, այն ինչ դուք նշեցիք, ամեն ինչ փակելով, գազ չտալով, կոշտ վառելիք չտալով ատոմակայանի համար, իրենք այս տարածաշրջանը կորցնում են, որտեղ քիչ թե շատ հենման կետ այս տարածաշրջանում իրենք ունեն Հայաստանում, որտեղ բազան դեռ կա, սահմանապահները որոշակի առումով կանգնած են եւ ԵԱՏՄ կա։ Վրաստանում իրենք այդ չունեն, Ադրբեջանում իրենք այդ չունեն ու այն ինչպես սովորված էր սովորություն կար այդ ռուսական թևում ասել հողի վրա իրանք արդեն իրականությունից հստակ կկտրվեն, հետևաբար նման բան չեն անի եւ դրա ապացույցներ նաեւ որ այդ ժամանակներին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց եթե իրենք կգնան այդ քայլերին մենք էլ կգնանք հապկից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլերին, այսինքն նման բանը ազգային ժողովի նախագահը պատական չի ասում, ինքը գիտի որ դուրս չեն գա, ինքը համոզված է որ դուրս չեն գա, այսինքն այդ նույն վախեցնելու համատեքստում է դուք էսը կանեք, մենք էլ ենք անենք, իսկ այդ ձեռնատու չի Ռուսաստանն եւ ձեր հարցի պատասխանս հետեւյալն է, որ մանր Վանո Սիրադեղյանի ասած մունդերիկություններ կանեն, բայց գլոբալ առումով մեծ ու կոնկրետ արգելքների չեն գնալու։ Իդեպ ազգային ժողովի նախագահը Դոյչե Վելեին տված հարցազրույցում նշել էր, որ 102-րդ ռազմաբազան պետք է մինչև պայմանագրի ավարտը մնա, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովի նախագահան այլ բան ասել չի կարող, որովհետև պայմանագրային պարտավորությունները ստորագրված եւ հիմնավորված են փաստաթղթերով եւ դրանից հրաժարվելու համար պետք է արտգործնախարարությունը, կառավարությունը, վարչապետը կամ արտգործնախարարը հիմնավորումներ բերի այդ ժամկետից շուտ տվյալ պայմանագիրը խզելու առումով ու քանի որ նման որևէ պատրվակ չի բերվել, հետևաբար բազայի թեման չի քննարկվել ու ազգային ժողովի նախագահը դա է ասում, ես էլ եմ կարծում, որ բազայի թեման վերջինն է, առաջնայինը համարում եմ հակաօդային պաշտպանությունը, որովհետև այն ինչ որ մենք գնում ենք Ֆրանսիայից, Հնդկաստանից եւ այլ այն սպառազինությունը հակաօդային պաշտպանության ինչ մեզ նվիրեց Միացյալ Նահանգները գրոշի արժեք չեն ունենալու, եթե Հայաստանի Հանրապետության օդային տարածքը պաշտպանված չլինի, դրանք 1-2 օրում վերածվելու են մետաղի ջարդոնի եւ այս առումով կարեւորը այդ հակաօդային պաշտպանության համակարգը ուժեղացնելու մեջ ավելին 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորի խիզախությունը սահման չունի, բայց այդ խիզախությունը դրսևորելու համար ժողովրդական լեզվով պետք էր որ օդը փակվեր, որտեղ այնտեղ զինվորը կռվելու տարբերակ չուներ, օդում ինքը կռվելու տարբերակ չուներ, տանկերի դեմ ինքը կարողանում էր կռվել թեկուզ նռնակով, բայց օդում կռվելու տարբերակ չուներ, եւ այս համատեքստում, եթե մեզ հակաօդային պաշտպանության որևէ սպառազինություն են տալիս, եւ որ այդ համատեղ է, ինչքան մերն է, այնքան էլ Ռուսաստանինն է, այդ դեպքում դուրս է գալիս, որ արևմուտքը մեզ տալիս է իր լավ տեխնոլոգիան, որը մենք տանք Ռուսաստանին, ու քանի այդտեղից դուրս չենք եկել, մենք լավ հակաօդային պաշտպանություն չենք ունենալու, իսկ որ այդ համակարգը չի աշխատել, այդ բոլորս գիտենք։ Դուք ձեր ելույթներում ասում եք, որ ՔՊ-ն արդեն իշխանություն է, ձեր մի հարցազրույցից մեկում ասել եք, որ ՔՊ-ն իշխանություն կձևավորի եւ առաջարկում եք ընտրողներին մյուս քվեները տան ձեզ ընդդիմություն լինելու համար եւ ձեր ծրագրում գրել եք, որ մինչեւ դեկտեմբեր այդ հոպից դուրս եք գալու, 1-2 տարվա ընթացքում հապկից եք դուրս գալու, բայց քանի որ գիտեք արդեն որ դուք օրինակ իշխանություն չեք լինելու, ՔՊ-ն արդեն իսկ ընտրված է, այդ խոստումները ինչի հաշվին եք տալիս ընտրողներին։ Տեսեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ նախ կուսակցությունները մասնակցում են ընտրություններին իրենց ծրագրերը ներկայացնելու։ Մենք ազգային ժողովում դա բարձրաձայնում ենք, ՔՊ-ն այդ քայլերի չի գնում, 2030 թվականին մենք արդեն մասնակցում ենք ՔՊ-ին հաղթելու, ոչ թե ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով աշխատելու առումով։ Երկրորդ, ՔՊ-ն անցած է, բայց ՔՊ-ն անցնելուց հետո նախ ունի խաղաղություն փաստաթղթը ազգային ժողովում վավերացնելու խնդիր, եթե այդ կստորագրվի։ Երկրորդ ԿՊ-ն ունի խնդիր նաև սահմանադրության փոփոխության, ու ես կարծում եմ, որ իրենք գործարքի եք գնալու։ Ինչպես? Գործարքի եք գնալու, որ օրինակ եթե մենք դուք լինեք ապահովեք սահմանադրական մեծամասնություն
Սահմանադրության փոփոխությունների նախագիծ ԱԺ-ում հաստատելու համար դիմացը ասելու եք դե հոպից դուրս արեք, որ հաստատեն։ Ոչ, ես դրան անվանում եմ կոալիցիոն համագործակցություն եւ ուզում եմ ասել, որ Եվրոպայում քաղաքական իշխանությունը ձևավորվում է կոալիցիայով։ Եվրոպայում որևէ քաղաքական ուժ 50+ չի հավաքում։ Ես համարում եմ 50+ հավաքելը ունի իր թերությունները եւ այն բացերը ինչ ունի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց քաղաքացիական պայմանագրի 50+ ունենալու մեջ է։ Ոչ թե մեր ժողովուրդը գնում է 50+ է տալիս քաղաքացիական պայմանագրին, տալիս է ուրեմն տալիս է, համարում եմ, որ հիմա էլ հնարավոր է ու կտա։ Բայց ես ասում եմ, որ քաղաքացիական պայմանագրին անհնար է, որ տա որակյալ մեծամասնության, որ ինքը կարողանա գնալ սահմանադրական բարեփոխումների կամ խաղաղության փաստաթուղթը ստորագրելու։ Եվ այդ պարագայում իրեն կոալիցիա կազմել է պետք։ Եվ այդ պարագայում, եթե ինքը մեզ առաջարկի կոալիցիա կազմելու, մենք իրեն ասելու ենք, այ մենք կոալիցիա կազմելու դեպքում պիտի նարեկին խոստացած մեր խոստումը կատարենք, որտեղ դրանից հետո էլ ես ձեզ պիտի հարցազրույց տամ։ Հոպից դուրս գալու, այսինքն դա պարտադիր պահանջ եք դնելու։ Մենք այո, պարտադիր պահանջ ենք դնելու համար 1 հակաօդային պաշտպանությունից դուրս գալու։ Այո, դա պարտադիր պահանջ ենք դնելու։ Ուզում եք նորից կրկնեմ, որ հետո հիշեցնեք, դա պարտադիր պահանջ ենք դնելու հակաօդային պաշտպանությունից դուրս գալու։ Իսկ ինչքան ժամանակ հետո կոալիցիան կխզեք, ԿՊ-ին ինչքան ժամանակ կտակ, մինչև դեկտեմբեր, եթե չաջակցեն ձեր այդ նախաձեռնությանը, կխզեք կոալիցիան։ Ես նախ կասեի, թող Աստված ձեր ձայնը լսի, որ ռուսական ուժերը հետ վերադառնալու հնարավորություն չունենան, ու Հայաստանը իրես քաղաքական կուրսը դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, կամ այնպես ինչպես քաղաքացիական պայմանագիրն է ասում, բալանսավորումը պահվի, եւ այս ընտրությունները անցնեն խաղաղ, առանց ցնցումների, ու խնդիրը հասնի նրան, որ վավերացման պահանջ առաջարնա խաղաղության փաստաթուղթը ստորագրելու, այդ ժամանակ մենք էլ դրան օժանդակելու հնարավորություն ունենանք, ու մեզ կոալիցիա առաջարկեն, այդ ժամանակ կոնկրետ ժամկետով կասեմ։ Եթե մեր ժողովուրդը մեզ կվետա երկնիշ թվով, որի պարագայում քաղաքացիական պայմանագիրը պարտադրված կլինի մեր այդ կոալիցիա կազմելու, այդ դեպքում այն ժամկետը, որ նշել ենք մեր ծրագրում, կես տարում դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանությունից միանշանակ կանենք։ Եվ ինչու եմ սա պնդում, ոչ թե այս տղայական բան է, որ հանկարծ խոսքիցս հետ չկանգնեմ, գրաս կամ երթվեմ ինչ-որ բանով։ Ես կարող եմ հիմնավորել, որ այդ հակաօդային պաշտպանությունը Հայաստանի պարագայում չի գործել։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքն է հայտարարել, որ երբ որ անօդաչու թռչող սարքեր հասան Աբովյան ու ետ պտտվեցին, Հայաստանի հակաօդային պաշտպանության սարքավորումները անջատված էին։ Վստահաբար Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը չէր անջատել, չէ՞։ Այդ հակաօդային հետևաբար այդ անջատել էր այն ռազմական կառույցը, ում հետ մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն։ Իսկ եթե ինքը չի գործել, իր մնալու իմաստը ինչումն է, առավել եւս, որ նորից եմ կրկնում, մեր գնաց բոլոր զենքերը անիմաստ են դառնալու, եթե մենք չունենանք ինքը չի գործել, իր անունը կա, մեզ նորը չեն տալիս, որովհետև մենք իր հետ համատեղ ենք։ Սրա պահելը աբսուրդ է։ Այստեղ այլ տրամաբանություն չկա, ինչու պիտի մերժեն, ով պիտի մերժի, ինչի համար։ Եթե այս տրամաբանությանը կա որևէ արգումենտ, որ քաղաքացիական պայմանագիրը կբերի ու այդ շատ ավելի հիմնավոր է, որ գիտեք ինչ, իրենց արեք չմերժենք, որտեղ իրենք կպաշտպանեն, էլի, հիմի մամայի արև են երթվել։ Այդ իմ համար արգումենտ չի լինի։ Ու կարծում եմ հայ քաղաքացու համար էլ արգումենտ չի լինի։ Պարոն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ասում է նախընտրական բանավեճեր եւ այլն դրանք մի կողմ, ասում է հետընտրական զարգացումների հետ կապված մտահոգություն ունի, ինչ կարող է լինել հետընտրական փուլում։ Նախ ասեմ, որ ես միշտ համարել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդավարության կողմնակից մարդ եւ գտնում եմ, որ բանավեճերը գերկարևոր են հենց ժողովրդավարության իմաստով։ Հայ քաղաքացին պիտի տեսնի
քաղաքական են լիդերներին, որոնք ուզում են վարչապետ դառնալ, ինչ տեսակետներ ունեն, ինչ են առաջարկում, եւ դա պիտի տեսնի բանավեճի արդյունքում, որովհետեւ երբ որ ես լրագրողի հետ եմ բանավիճում, այդտեղ լրագրողը ինքը հայտ չի ներկայացրել վարչապետ դառնալու եւ ինքը ոչինչ չի կորցնում, ինքը կարող է ինչ սուր հարց ուզենալ տալ, բայց երբ որ դու վիճում ես այն մարդու հետ, որ ինքն էլ է ուզում վարչապետ դառնալ, ու ինքը իր ամեն բառը պիտի հաշվի, որ քվեջ կորցնի, այդ բանավեճը այլ տեսակի ու այլ որակի արդյունք է ապահովում, եւ ես բանավեճերի կողմնակից եմ միանշանակ ու չեմ կիսում Լևոն Տեր-Պետրոսյանի այդ կարծիքը։ Երկրորդը ես կարծում եմ, որ 2008 թվականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի եկած լիներ այն հետևությանը, որ հետընտրական process-ները տեղի են ունենում միմիայն մի պարագայում, իսկ ես ասում եմ, որպես ամենաշատ Հայաստանի Հանրապետությունում հետընտրական process-ների մասնակցած մարդ։ Չկա որևէ մեկը, որ ինձանից ավելի շատ այդ հետընտրական process-ների միտինգների է մասնակցել։ Ու բոլորում էլ ես վերջինն եմ գնացել։ Հետընտրական process-ները լինում են մի դեպքում, երբ որ ընտրությունները բիրտ ֆիզիկական, մեխանիկական տարբերակով կեղծվում են, այսինքն գողանում են ընտրատուփերը, մարդկանց ծեծում են, տեղի են ունենում բաց լցոնումներ, տեղի են ունենում բաց կարուսելներ, մարդկանց կրկնակի անձնակ, այսինքն մարդը իր աչքով վիզուալ տեսնում է, որ բիրտ գալիս խախտում են։ Այդ դեպքում հայ մարդը փողոց դուրս է գալիս։ Այն որ ադմինիստրատիվ ռեսուրսի շրջարաշահում, հերոստաժամիչ, դա չի ազդելու մարդու վրա, եւ այդ հետընտրական process-ներում մարդիկ փողոց դուրս չեն գալու։ Եվ այն մարդիկ, ովքեր խոսում են հետընտրական process-ներից, իրենք այդ մարդը չունենել։ Տեսեք Ռոբերտ Քոչարյանի ամենաուժեղ տեղը Էջմիածինն էր։ Եվ ինքը իր քարոզարշավը սկսեց Էջմիածնից, որտեղ ըստ Յոնիսյանի հաշվարկի 2000 մարդ էր եղել։ Մնացած տեղերում անհամեմատ ավելի քիչ է լինելու, այսինքն մսխել են իրենք մաշեցրել են այն, ինչ իրենք ուզում էին մաշեցնել իշխանությանը։ Նույն ասենք Սամվել Կարապետյանի այդ պարագան իրենց բակում, բոլորս էլ գիտենք, թե ինչ տարբերակով են այդ մարդկանց հավաքել, մեր մոտ հենց գազելներով, գիտեմ, քանի գազել ու յուրաքանչյուր մարդուն ինչ կան, նույնը արել են Վանաձորում, այդ որ իշխանությունն ասում է բռնում ենք, էս ենք անում, չեն կարողանում այդքանին բռնել, Արարատում 10,000 են տվել, չգիտեմ, Վանաձորում 20,000 են տվել, այս կարգի խոսակցությունները ամբողջ հանրությունը խոսում է, այդ անհնարին է ծածուկ անել, ինչքան էլ ասում են այդ հեռախոսներով մի խոսեք եւ այլը, որպեսզի դու մարդկանց հավաքես, բերես հանրահավաքի, այն կազմակերպիչը գալի ասում է գալիս եք այսին ժամին, նստեք այս ինչ մեքենան, յուրաքանչյուրի 10,000 դրամ տալիս ենք, այդ խոսակցությունը դուրս է գալու, ինչ էլ անեն, եւ մեր խոսակցությունը մեր ժողովուրդը այդ խոսակցություններին տեղյակ է, իսկ փողով հետընտրական process-ներ գեներացնելը անհնարին է։ Հետընտրական process-ները գեներանում են այն ժամանակ, երբ մարդը վրդովում է, որ իրեն արհամարել են։ Մարտի 1-ի մարդը, եթե փողով վերած լիներ, ինքը չէր գնա սպանվելու։ Ինքը չէր գնա իր դեմ կրակողին ձեռքերը բաց առանց զենքի կանգնելու։ Այդ միակ գաղափարական համոզված մարդն է, որ պայքարում է իր իրավունքների, իր քվեն հարգելու առումով, փողով մարդը այդ չի անում, չեղավ, ինքը գնացնում, ոչ մի հետընտրական process չի լինի, եւ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հետընտրական process ասածը հավանաբար կապված է նաեւ Ռուսաստանի հետ, որովհետեւ նույն Ռուսաստանի իրենց գործընկերներն էլ երևի իրենց ասել են, որ այնպես ինչպես Պուտինը արդեն անցել է Պրյանիկի տարբերակին, որ գիտեք ինչ իշխանությունները թող հանրակրվեև անեն, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ասել են, որ մեկը չի անցնում կամ ինքը համոզվել է կամ 100% համոզված է, որ չեն անցնելու ու այդ իր հայտարարությամբ վատություն է արել, ասենք այս ու Լևոն Տեր-Պետրոսյան չէր լինի, եթե իր ասածը երկու կողմին էլ չկարողանար մեկնաբանել, որտեղ այս կողմին կասի տեսեք դրանով ասել եմ, որ իրենք չեն անցնելու, խնդիրը պիտի հետընտրական process-ներով լուծվի, որովհետև այդքան քվե չեն հավաքելու, որ հաղթեն, որովհետև գիշեր ցերեկ են ուժեղ Հայաստան արդեն, չգիտեմ, իրեն վարչապետի կաբինետում է պատկերացնում, նկարվում է
այդպես վարչապետի կեցվածքով եւ այլը, ու ասում է ես հաղթել եմ Ռոբերտ Քոչյանն էլ պիտի ինձ միանա, մեկելն էլ մյուսն էլ Ալամ Աշխարհն էլ իրար հետ պիտի միանան ու ինքը պիտի թելադրի թե թռիպը ոնց պիտի լինի, իսկ այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է չէ, չես հաղթել, պիտի հետընտրական process անես։ Այսինքն ես երկակի բան ունի, բայց ես վստահ եմ, որ ոչ մի հետընտրական process չի լի, նախ իրենք շատ հեռու են լինելու հաղթելուց այդ իրենց ցուցանիշներով, շատ հեռու են լինելու, իրենց մոտ հուսահատություն, սուկ ու տխրություն է լինելու այդ օրերին, մերկուսը կասեն այո կեղծվել է եւ այլը, Ռուսաստանից մի երկուսը կասեն, մի շաբաթ հետո այդ ամեն ինչ կմոռացվի, իրենք մանդատները կվերցնեն կգնան ազգային ժողով ու էլի կասեն, որ մտածում ենք, որ պիտի impeachment անենք։ Ու այս առումով մենք հստակ բան ենք ասում, մենք ասում ենք, որ գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախագծեր տանելու, աշխատելու, չաշխատող ընդդիմությանը փոխարինելու, արտադրությունից խոսելու, Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ ունեցած հանքահունքային ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար։ Մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը տեղ գյուղում հայտարարեց Արցախը ինչով էր մերը, մենք այնտեղ ապրել ենք, այնտեղ դպրոց են կառուցել, տներ են կառուցել, մանկապարտեզ են կառուցել։ Չէ՞ կարծում, որ վարչապետի այս հայտարարությունը արդեն շատ չափազանցված է, ընդհանրապես եւ միտված է Արցախի պատմությանը մոռացության տալուն։ Իհարկե կարծում եմ։ Մենք այնտեղ ապրել ենք էլ, դպրոցներ ենք կառուցել, եկեղեցիներ ենք կառուցել, իմ կյանքի մեծ մասը նվիրված է եղել Արցախին։ Ես 88 թվականից Արցախյան շարժման մեջ եմ եղել, նոր էի բուրհա ավարտել ու արդեն այդ միտինգներին էինք մասնակցում, ընդ որում կինս էլ հետս դեռ ամուսնացած չէինք, նշանված էինք, այսինքն ամբողջությամբ այդ process-ի մեջ եմ եղել, Արցախի առաջին ազատամարտի մեջ եմ եղել։ Ես կարծում եմ, որ մենք այդ թեման, Արցախի թեման հնարավորինս պիտի քիչ օգտագործենք։ Այդ թեմայով հնարավորինս քիչ փաստաթղթեր ստորագրենք։ Այդ թեման հնարավորինս քիչ արծարծենք, մինչև այն պահը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսությամբ կհզորանա այնքան, որ այդ թեմայից կարողանա խոսել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչու է այդպիսի հայտարարություններ անում։ Առաջ ես մտածում էի, որ այդ արվող հայտարարություններն համատեքստում են, որ Ադրբեջանն էլ հասկացել է, որ քանի Նիկոլ Փաշինյանը այս խորհրդարանով է, մաքսիմալը թող ասի, եւ այս խորհրդարանով էլ խաղաղության փաստաթուղթը վավերացնենք, պրծնենք, որտեվ չգիտենք հաջորդ խորհրդարանով կաստի։ Եվ մտածում էի, որ մինչև ազգային ժողովի ընտրությունները խաղաղության փաստաթուղթ կլինի։ Հիմա այդ Հայաստանի Հանրապետության քարտեզները, որ բաժանում է եւ այլը, այս համատեքստում ինքն ասում է, որ Հայաստանը սա է ու վերջ, կենտրոնացեք միայն սրա վրա ու մնացածը չի եղել։ Ես կողմ եմ, որ ասի կենտրոնացեք միայն սրա վրա, բայց Արարատ լեռը, Արցախը, մեր պատմության, մեր կենսագրության մի մասնիկն է։ Այդ չի կարելի մերժել, այդ հնարավոր չի մերժել։ Ուրիշ խնդիր, որ այդ թեմայով չպիտի խոսվի, ուրիշ խնդիր, որ սուտ չպիտի ասվի, բայց տեսեք, ես օրինակներ բերել եմ Գերմանիայի ու Ճապոնիայի օրինակները, որոնք շատ ավելի նվաստացուցիչ պարտություն են կրել, շատ ավելի նվաստացուցիչ, բայց իրենց պատմական հիշողությունից չեն հրաժարվել։ Գերմանիան, ասենք, մայրաքաղաքը բաժանվել էր 4 մասի, բայց եկավ հասավ մի ժամանակ, որ Բեռլինի պատը քանդվեց ու իրենք նորից միացան։ Ճապոնիայում, երբ որ ատոմային ռումբ էին կիրառել, մարդիկ չգիտեին ճառագայթումը ինչքան է գնալու, ողջ մնալու են թե չէ։ Բայց իրենք 10 տարի հետո արդեն իրենց հաղթած պետությունը, սովետական միությունը կղզիների մասով ստիպված իրենց հետ հաշվի էր նստում ու գնում էր բանակցությունների։ Ինչ էին արել այդ ժողովուրդները։ Նույն Ադրբեջանի նման իրենց ռեսուրսները, մարդկային բնական ռեսուրսները ճիշտ օգտագործել էին։ Մենք օրինակ առաջարկում ենք հաղթանակ ու հաղթանակի մեր տարբերակը, մեր հանքահունքային ռեսուրսները, ջրային ռեսուրսները, մետաղական ռեսուրսները ամբողջական օգտագործելու մեջ է։ Մեզ մեղադրում են էկոլոգները, ճիշտ են անում, բայց ես այլ տարբերակ,
որը կարող է Հայաստանի տնտեսությունը այդքան ոտքի հանել, որ Հայաստանը ասենք 5 տարի հետո ունենա 45 միլիարդ բյուջե, որ Ադրբեջանի բյուջեից 2 անգամ ավելին է, ու մենակ այդ դեպքում է, որ Հայաստանի բանակը կլինի սպառազինված ու Ալիևն էլ մեր այդ անկլավներից չի խոսի, միայն այդ դեպքում է։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Ալիևի կողմից ճնշում կա Նիկոլ Փաշինյանի վրա, թե ոչ այդ օրինակ հայտարարությունները, որ մենք լսում ենք։ Իսկ եթե ես ասեմ չէ, չկա ինչ մարդիկ հավաքատալու են դրան, հաղթած կողմը միշտ էլ ճնշում է գործադրել։ Մենք որ հաղթել ենք գիշեր-ցերեկ Բաքվում թե չէինք խմում, մենք ճնշում չէինք գործադրում։ Մենք չենք ծաղրում իրանց ամեն անգամ մայիսի 9-ին Շուշիում համերգ անելով, քեֆ անելով, եռահաղթանակ տոնելով։ Իհարկե անում ենք, դա հաղթած կողմին բնորոշ հատկանիշ է, եւ հաղթած կողմը փորձում է իր հաղթանակից մաքսիմումը կորզել։ Հիմի մենք ինչ պիտի անենք, որ այդ հաղթած կողմը անդադ հաղթած կողմ չմնա ու մաքսիմումը չկորզի։ Այն ինչ որ Գերմանիան արեց, տնտեսությունը հզորացնենք այնքան, որ ասենք Ադրբեջանում մարդը ապրի ավելի վատ, թե սոցիալական առումով, թե եկամուտների առումով, քան Հայաստանում։ Մեր բյուջեն անենք ավելին, քան Ադրբեջանն է։ Ունենք նման հնարավորություն։ Կներեք, ստացվում է, որ մի կողմում մենք ունենք ռուսական ազդեցության գոտում գտնվող ուժեր, որոնք մոտ է հավանականությունը, որ իշխանություն կձևավորեն, մյուս կողմից ունենք Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող ուժ, որը ելի հավանական է, որ կգա իշխանության։ Բացարձակ չեմ կարծում, որ այդ համատեքստում է։ Մենք ունենք մի կողմում ռուսական ազդեցության ուժեր, որոնք խաղաղությունը պատկերացնում են Ռուսաստանի օգնությամբ ու Ռուսաստանի օժանդակությամբ, եւ իրենք այդ պատկերացրել են նաեւ իրենց իշխանավարման տարիներին, եւ դրա համար են գույք պարտքի դիմացը տվել, դրա համար են մեկ գիշերվա մեջ հրաժարվել ասոցիացիան համաձայնագրից եւ մտել ԵԱՏՄ եւ այդ բարձրաձայնել են, այսինքն բայց այդ ամեն ինչը արդյունք չի տվել ու մենք Արցախն էլ ենք կորցրել, Հայաստանի սահմաններում էլ են տեղի ունեցել սահմանների խախտման գործընթացներ, այսօր էլ Ադրբեջանը պահանջներ է դնում եւ այդ քաղաքականությունը, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի, այդ քաղաքականությունը իրեն չի արդարացրել, բայց ցավոք սրտի այդ մարդիկ շարունակում են նորից նույն քաղաքականությունը։ Այ ասում են կլինենք ռուսի հետ ու այդ խաղաղությունը կդառնա հարատև, որովհետև ռուսները մեզ կպաշտպանեն, նորից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կաշխատի, արցախցիները հետ կգնան Արցախ, այս գիտեք, այնքան անլուրջ է, այնքան անհնարին, որ դրան որևէ մեկը այն ստապ մտածող մարդը կյանքում չի հավատա, որովհետև Ադրբեջան-Թուրքիա արդեն այնպիսի պայմանագրեր կան, Օգոստոսի 8-ի պայմանագիր եւ այլը, որից անգամ արդեն այս ռուսական ուժերը չեն հրաժարվում, անգամ ուժեղ Հայաստանն է ասում, որ թրիպը չենք չեղարկել, ուղղակի մեր տարբերակով ենք այդ նայելու, ես չգիտեմ թե իրենց տարբերակով ով է կամ ով է նստելու իրենց հետ ասի, որ գիտեք ինչ, այն ինչ ստորագրվել է ամր նախագահի հետ, այդ լավ տարբերակ չի, հիմի Թրամփ արի, մենք մեր տարբերակով նայենք, այս մեղմ ասած անլուրջ է։ Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, գործող իշխանություններն ասում են, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններն ենք, ընտրվել ենք Հայաստանում, հիմել ենք ընտրվելու Հայաստանում, մեզ քվե է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մենք հակված ենք Հայաստանի Հանրապետության սահմանները ամբողջությամբ պահելու։ Ինչպես են այդ իրենք անելու, այդ իրենք իրենց քարոզարշավում ասում են։ Մենք իրենց այդ ասածների մեծ մասի հետ համաձայն չենք, ինչ որ մասի հետ համաձայն ենք, իրենք բալանսավորող են, մենք քաղաքական վեկտրի փոփոխության կողմնակից ենք, մենք ասում ենք մեր տարբերակը ինչպես անենք, որ Հայաստանի բյուջեն 10 տարի հետո դառնա 80 միլիարդ, իսկ 5 տարի հետո դառնա 45 միլիարդ։ Եվ որպես տարբերակ առաջարկում ենք մեր ջրային ռեսուրսները եւ մետաղական հանքավայրերում ներդրումներ անելով, այդ հանքահունքային ռեսուրսները ճիշտ օգտագործելով, այնպես ինչպես Ադրբեջանը նավթային ռեսուրսներն օգտագործեց, համախառն ներքին արդյունքը կառապատկել, իսկ այդ արդյունքում բյուջեն կհնգապատկվի։ Այսօր 9 միլիարդը կդառնա 45 միլիարդ, իսկ 45 միլիարդը գրեթե երկու անգամ Ադրբեջանի բյուջեից ավել է, ու ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում Ալիևն անկլավների չի խոսի։ Ու այդ դեպքում է, որ խաղաղությունը կդառնա հարատև ու իրատեսական։ ԿՊ-ն է ինչպես է տեսնում։ ԿՊ-ն տեսնում է աշխարհակաղակական տարբեր ուժերի հետ այդ ստորագրած փաստաթղթերով, տեսնում է թրիպով եւ այլով։ Այս ամեն ինչում իրատեսություն կա, այո կա։ Այո կա։ Բայց ԿՊ-ն այդ ամեն ինչը առանց մեզ վատ է անելու։ Անելու է կիսապրատ, անելու է թույլ։ Մեր ներկայությունը ազգային ժողովում գերկարևոր է դառնալու մի պարզ բանով։
նույն Եվրոպայի ու Արևմուտքի համար, եթե վաղվա ընտրություններում ազգային ժողով անցնում են ռուսամետներ ու բալանսավորողներ, շատ քիչ բան է փոխվելու։ Իսկ եթե վաղվա ազգային ժողովում լինում է որևէ արևմտամետ քաղաքական կուսակցություն, իսկ այդ առումով ամենահավանականը մենք ենք, որտեղ նախորդ ընտրությանը ամենաշատ քվեն մենք ենք հավաքել եւ տեղերում ունենք ներկայություն, ասենք ավականու տեսքով գոնե ամեն համայնքում մի ավականի, այս առումով, երբ որ մենք ներկա լինենք այդ ազգային ժողովում, արդեն եվրոպացու համար ազդակ է, որ հայ մարդիկ նաև ընտրում են եվրոպական արևմուտք գնացող ուղու կուսակցությունների։ Ու այդ դեպքում իմ կարծիքով թե ազատ վիզային ռեժիմի խնդիրը կհեշտանա, թե ներդրումներն անելու խնդիրը կարողանա, թե Ռուսաստանից պոկվելու խնդիրը կարողանա, թե հարակվեի դնելու խնդիրը Եվրոմիության հետ լինելու, թե չլինելու այդ խնդրում հարակվեն հաղթելու հնարավորությունը կմեծանա։ Այս առումով մեր ներկայությունը իմ կարծիքով ավելի շատ երկրին ու պետականությանն է պետք։ Մենք չենք գնում այնտեղ ես падգամավորի խնդիր ընդհանրապես չունեմ, մեր ժողովուրդը գիտի, որ ես 2 անգամ ընդհանրապես падգամավորի մանդատը չեմ վերցրել։ Падգամավորական աշխատանքը չի։ Ես 30 տարի է քաղաքականության մեջ եմ ու մի հասել է այն կետը, որ Հայաստանի անկախության հետագա զարգացման խնդիրն է որոշվում ու ես ուզում եմ, որ այդ խնդրում ու աշխատելու եմ, որ այդ խնդրում ամեն ինչ արած լինեմ, որ Հայաստանի այսօրվա գոնե բռնած քաղաքական ուղղեցիրը չշեղվի։ Իսկ եթե մենք այդտեղ ներկա լինենք, այդ ուղեցրի ընթացքը շատ ավելի արագ կդառնա, եւ այս է մեր պահանջը մեր ժողովրդից ու խնդրանքը, որ իրենք այս ընտրություններում լսեն քաղաքական ուժերին, նրանց տեսակետները եւ ինչ որ չափով ընտրություն կատարեն նաեւ գաղափարական հենքի վրա։